Բարանձ արգալի ֆուտբոլասերներ, եթերում Շավի Time Challenge-ն է։ Այսօրվա իմ հյուրը մարզական լրագրող Գեղեցկուհի իր գործին նվիրված Վերա Մարտիրոսյանն է։ Վերա ջան, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ այսպես մարզասերները, ֆուտբոլասերները ճանաչում են ձեզ որպես ֆուտբոլային լրագրող, մարզական լրագրող։ Այսօր տեսնենք թե ինչպիսին է որպես ուղղակի ֆուտբոլասեր, ֆուտբոլը քո ընկալմամբ։ Որ տարիքից է սկսել նախ հասկանանք երբանից է սկսել ֆուտբոլ դիտել։ Ֆուտբոլ դիտում եմ 9 տարեկանից, հայրիկի շնորհիվ, հայրիկս տղա չուներ եւ այդպես աղջկան որպես տղա ֆուտբոլով դաստիարակեց։ Իսկ փոքրուց սիրելի թիմ ունեցել ես թե։ Այո, ես փոքր տարիքում սիրահարվել եմ Այաքսին, 94-95-ի Այաքսին, այդտեղից էր Հոլանդիայի հավաքականին, ու այդ սերը մինչև հիմա մնաց։ Իսկ ֆուտբոլը արդեն գիտակից տարիք որ մտար դարձավ մշակույթ թե էլի որպես խաղ ինքը քեզ համար։ Ֆուտբոլը իմ կյանքում միշտ եղել է գիրք, դա ոնց որ իմ ադրենալինն է եղել։ Ես փոքր տարիքում բակում խաղում էի, մեր դպրոցում ֆուտբոլի գիտակն է, երբ որ ինտերնետ չկար, բոլորը ինձ էին հարցնում կարևոր ինֆորմացիան։ Հետո կյանքի բերումով այդպես է, ինչ շատ սիրում ես, դա գալի քեզ կպնում է։ Ես կրթությամբ իրավաբան եմ, բայց դարձա մարզական լրագրող, առանց լրագրողի կրթության կարելի ասել, ու ամբողջ կյանքը գրեթե աշխատեցի ֆուտբոլում, դա արդեն դարձավ հոբին, դարձավ մասնագիտություն։ Իսկ ֆուտբոլիստի մեջ առաջինը ինչն է ամենաշատը գնահատում առաջին։ Ֆուտբոլիստի մեջ տաղանդը իհարկե, դա առաջնային է, ինչ երևում է, եւ ֆուտբոլիստից բացի առհասարակ մարդկանց մեջ ես ազնվությունն եմ սիրում։ Այսինքն իմ հաջորդ հարցը կարելի է այսպես տալ, որ առաջնային տաղանդ, հետո նոր աշխատասիրություն։ Տաղանդը այն է, ինչ մենք տեսնում ու գնահատում ենք, ասենք մենք հիանում ենք ֆուտբոլիստներով առանց իմանալու թե նրանց հետևում ինչ է կանգնած, բայց եթե կոնկրետ հարցին պատասխանեմ, եթե պետք է ընտրել տաղանդ թե աշխատասիրություն, իհարկե աշխատասեր մարդիկ ավելի շատ բաների են հասնում, ինչպես մենք տեսանք Ռոնալդոյի օրինակը, բայց իհարկե բոլորը հիանում են Մեսսիո, Մարադոնայա, որտեղ նրանք բնատուր աստուց տված ունեն դա եւ դա գեղեցիկ է։ Կհիշես որն եղել են առաջին խաղը, որ իսկապես հետաքրքրել է քեզ։ Առաջին խաղը, որ դիտել եմ ընդհանրապես, եղել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Բարսելոնա-Միլան, երբ Բարսելոնան ջախջախվեց, այն ժամանակ Կրոյֆն էր մարզիչը, ես ուղղակի երեխա դիտում էի, հետո արդեն գիտակից խաղ եղավ նույն թվականի աշխարհի առաջնության Հոլանդիա-Բրազիլիան, եթե ֆուտբոլասերն հիշում Բեբետոյի այդ լեգենդար շարժումը, բայց որպես արդեն գիտակից խաղ, որ ես այսպես լրիվ հասկանալով, որ ինչ է ֆուտբոլը 90 րոպե նայել, դա եղավ 1 տարի անց 95-ին, իսկ ես հիմա դինոզավրների ինչ որ սերունդից բան եմ խոսում, 95-ի Չեմպիոնների լիգայի ֆինալը, երբ Այաքս Միլան 0-0 էր, վերջի րոպեին Պատրիկ Լայվերտը այդ գոլը խփեց եւ դա իմ մանկական այդ էմոցիան, որովհետեւ մենք Այաքս էինք երկրպագում տանը եւ այն ժամանակ հովարային անջատումներ էր, լույս չկար, լույսը տվել էին, մենք այդ խաղը նայում ենք, դրանից հետո ես հասկացա, որ ֆուտբոլը դա իրոք, եթե դու ֆուտբոլ սիրում ես, դու ուրիշ բան չես կարող անել։ Իսկ ում հետ ես ամենաշատը ֆուտբոլ դիտում։ Այս պահին իմ շան հետ եմ դիտում, որտեղ որքան է զարմանալի չլինի, ես կարամ փաստերով ապացուցել, իմ շունը սիրում է շատ ֆուտբոլ, ու ինքը դիտում է խաղերը, ուղղակի մենք տարբեր թիմեր էինք երկրպագում։ Ժամանակին սիրում էի ընկերներիս հետ գնալ դիտել, բայց մի խնդիր կար, ես շատ էմոցիոնալ մարդ եմ, ու երբ որ իմ սիրածնիը պարտվում էր, մի քիչ լավ չէր լինում այնտեղ, դրա համար ընթացքում սկսեցի մենակ սիրել դիտել։ Իսկ երբ սիրելի թիմը պարտվում է, միջև նայում ես, թե քեսից անջատում ես։ Երբ զգում եմ, որ արդեն հույս չկա, արդեն զգում եմ, որ 80-րդ րոպեն է եւ քամբեք չի լինելու, որ այդ ցավը շատ չտանեմ, հիմնականում անջատում եմ։ Իսկ գեղեցիկ խաղ սիրելի թիմի պարտվել թե հաղթել, բայց ոչ այդքան գեղեցիկ խաղով։ Հաղթել է։ Հաղթել։ Խաղին հետևել Լեփլեցուն մարզադաշտում թե տանը։ Տարիքի հետ փոխվում է, ես միշտ սիրել եմ մարզադաշտում, միշտ սիրել եմ ակտիվ այդ ֆան գոտում, երբ Թուրքիան պետք է այստեղ գար խաղար 2008-ին, ես լրագրող էի արդեն աշխատում, բայց ես իմ դեմքը ներկել այդ եռակունով եւ գնացել էի
երկրպագունների հետ, որտեղ ես պետքա դա օպրեի, հետո չհասեցի դեմքս մաքրեմ եւ այն ժամանակ Եվ ֆիլմայի այդպես։ մարզիչը Ֆաթիհ Տերիմներ, նա ասուլիսի ժամանակ նստած ու ես այսպես ներկված եկել նստել էի, բայց հիմա իհարկե եթե ֆուտբոլը ուզում ես դիտես որպես ես շատ մարզադաշտերում եմ եղել, այդ էմոցիան ապրել տեսել եմ, մեկ մարզադաշտ կա, որ ես կուզենայի լինել, ավաղ ինձ այդ բախտը չի վիճակվել դեռ, ես միշտ ուզեցել եմ աշխարհի առաջնությանը լինել Հոլանդիա երկրպագուների հետ, այդ նարնջագույների հետ, սպարելով գնամ մտնեմ դիտեմ, որ առաջնությանը ես գնացի իրանք չկային, որտեղ իրանք կային, ես չկային, բայց իհարկե հեռուստացույցով ֆուտբոլը ավելի ես հասկանում, անգամ գիտեք ժամանակին բրազիլիացիները, որ գնում էին մարզադաշտ, իրենք անպայման ռադիոն հետները վերցնում էին, որ մեկնաբանի այդ ձայնը լսեին, այդ էմոցիաները, որ ամեն ինչ հասկանային։ El Clásico թե Միլանյան դերբի, վերջան։ El Clásico իհարկե։ Մի փոքր շեղվենք ֆուտբոլիստ, ծանրամարդ թե ըմբշամարդ։ Ինձ համար ծանրամարդ, որովհետև ես առաջ որպես մարզական լրագրող ծանրամարտը ավելի մոտ էր ինձ եւ մենք ծանրամարտում մի պահ մեծ հաջողություններ ունեինք 2007-8 թվականները, բայց իհարկե ծանրամարտը չի կարելի գեղեցիկ սպորտ անվանել։ Թենիս թե մարմնամարզություն։ Թենիս։ Չեմպիոնների լիգա թե աշխարհի առաջնություն։ Միանշանակ աշխարհի առաջնություն։ 3 դարպասապահ, որոնք ըստ քեզ անհամեմատելի են մյուսների նկատմամբ։ Այսպես որ գալիս է կոմոդքին։ Հիմնագործող թե ընդհանրապես որ։ Առհասարակ։ Էդվին Վանդերսար։ Կրայլիեր։ Բուֆոն։ Եվ մնաց մեկը։ Ժամանակին Նոերն է շատ ուժեղ։ Երևի ասեմ Նոեր, բայց հետո կգնամ տուն այս հաղորդումը կդեմ, կասեմ վայ, ուրիշին պիտի ասի, բայց այս բանին իրանք են։ Կա թիմ կամ ֆուտբոլիստ, որ քեզ մոտ հակակրանքի առաջացրել։ Շատ։ Ինձ թվում է այս հաղորդումից հետո ես կարամ բազմաթիվ շամիներ ձեռք բերեմ, բայց երբ ես ռադիո հաղորդում ունեի, ցավոք դա զգացվում էր, շատերը գիտեին, որ ես չէի սիրում Մադրիդի Ռեալը։ Ու ես կարող եմ ներողություն եմ խնդրում, ես գիտեմ, որ 20-րդ դարի լավագույն թիմն է, մեծ պատմությամբ թիմ է, բայց ես իմ պատճառաբանությունն ունեմ, ես չեմ սիրում այն թիմերը, որտեղ միայն Մադրիդի Ռեալը չէ, դա այսօր Paris Saint-Germain-ն է կամ City-ն է, ես չէի սիրում փողի վրա հույս դնող թիմեր, ես սիրում էի Ajax-ի, Բարսելոնայի պես թիմեր, որոնք ունեին արժեքներ, սաներին մեծացնել, աճացնել, ունեին ինչ-որ պրինցիպներ, երբ ես առաջին անգամ եղա Բարսելոնայում, ես հասկացա, որ ավելին քանակում, որ իրենց այդ սլոգանը ունեն, դա շատ այդ քաղաքին տիպիկ էր։ Եվ երբ Մադրիդը վարվեց նման մադրիդիստներն ասում են այլ տարբերակ չկար, բայց իմ կարծիքով Ռաուլը, Հիերոն, Կասիլեսը նրանք չպիտի այդպես հեռացվեին, նրանք ուղղակի պետք է գնային թոշակի եւ նույն շատ մարզիչներ, ժամանակին Անչելոտին, Յուփայնկեսը եւ այլն, որոնց հետ ակումբը լավ չվարվեց։ Իմ ամենաչսիրած ֆուտբոլիստը պատմության մեջ երևի եղել է Պեպեն, որովհետեւ ինքը եթերային ոչ բառերով ասեմ, բայց ինքը անշնորհ կերպար էր, ֆուտբոլիստներին ջարդող, գիտակից, այդպես երևի համար մեկը Պեպեն է։ Մի քանի կարճ հարցեր, Մբապե թե Յամալ, եթե ակտուալ։ Յամալ, Լևանդովսկի թե Բենզեմա։ Լևանդովսկի։ Մխիթարյան թե Խորեն Հովհաննիսյան։ Մխիթարյան։ Տեսեք, դուք մարզադաշտից խոսեցինք, ինչ շատ հետաքրքիր է, San Siro թե Old Trafford։ Ցավոք ոչ այնտեղ եմ եղել, ոչ այնտեղ։ Անգլիայում եղել եմ տարբեր մարզադաշտերում եւ ասեմ, որ Անգլիայի մարզադաշտերի մթնոլորտը ոչ միտեղ չկա, ասենք, դուք էլ գիտեք 6-րդ, 7-րդ լիգայի թիմերում առաջնություններում մարզադաշտերը լեփլեցուն են, ես դա տեսել եմ Wolverhampton-ի մարզադաշտում, որը 150 տարվա մարզադաշտ էր եւ ապշել է այդ։ Բայց իհարկե San Siro-ն ամենագեղեցիկ մարզադաշտերից, ցավոք ես այնտեղ չեմ եղել։ Մեկ անուն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը ըստ ձեզ։ Ինձ թվում է այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել Մեսսի։ Լավագույն մարզիչը։
Ռինուս Միխելս, որը չնայած ես նրան չեմ տեսել, բայց ինձ թվում է նա փոխել է ֆուտբոլը եւ նրա շնորհիվ մենք ունենք այսօրվա ֆուտբոլը, տոտալ ֆուտբոլը։ Եվ վերջում, ինչի մասին է այսօր երազում Վերա Մարտիրոսյանը։ Ես երազում եմ, որ մենք արթնանանք խաղաղ երկնքի տակ, չմտածենք պատերազմներ են լինելու, չեն լինելու, որ բոլորս ապրենք մեր ուզած կյանքով, արարենք, երազենք եւ նեգատիվ չլինի, մարդիկ ավելի շատ իրար սիրեն ու ավելի բարի լինեն։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Այսպիսին էր Վերա Մարտիրոսյանը, ոչ միայն որպես մարզական լրագրող, այլ պարզապես ուղղակի ֆուտբոլասեր։ Եթերում Շավի Time Challenge-ներ, սիրելի ֆուտբոլասերներ, ձեզ հետ ինչպես միշտ ես եմ Շավարշ Հարությունյանը, կհանդիպենք ցտեսություն։